Իշխանությունն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն, պատերազմ կլինի, այսինքն հիմա Փաշինյանի իշխանության պահպանումը դուրս է գալիս Ալիևի սրտով է։ Չեմ կարծում, որ լինելու է կլինի, որ չի լինելու չի լինի։ Փաշինյանը տեղ ոչ մի բան չունի։ Ինքը չէ նստած, որ իսկան պատերազմ եղավ։ Իսկ Ալիևի վարչակարգի սրտով է, որ ինքն է ընտրվել։ Կարծում եմ, հա։ Ինչու՞։ Դե իրան դեռ լավ են լեզու գտնում, չգիտեմ։ Նրանք այդ նախորոք պայմանավորվել են։ Պատերազմ ինձ թվում է կլի, որովհետև այս ժողովուրդը ոտի է կայնելու, եթե 300,000 հոգին եկան ժողովուրդը պիտի ոտի կանգնի չթողա, ընդեից պետք է քստան վրան, ժողովրդի վրան։ Հայաստանը պետք է ոչմ լավ բաներ չի սպասվում, բայց իհարկե իր սրտով է։ Ալիևը քանի անգամ ելույթ ունեցավ հայ ժողովրդին կոչեր անան, որ գնացեք Նիկոլին ընտրեք։ Խի դու ով ես։ Քիչդ խես խոթե ուրիշի երկրի գործերի մեջ, ով ես դու։ Հայերը գալիս են Ադրբեջանի բանին ընտրություններին խառնում են, կոչեր անան, որ գնացեք Նիկոլին ընտրեք։ Խի, որ հեսա կամաց հողերը տա։ Հեսա սկսում է, Սյունիքից սկսում է տալը։ Իսկ ինչ եք կարծում, Ալիևի վարչակարգի սրտով է, որ մեր վարչապետը վերընտրվել։ Ինչի համար։ Բոլոր կամքերը կատարվում է, միակ ղեկավարն է մեր թուր ղեկավարը որպես պետության, այդքան է։ Մի բան, որ ասում է ընտրեք ինձ, որ պատերազմ չլինի, այդ միտքը չեմ ընդունում։ Այսինքն ստացվում է, որ ժողովրդին անթափ պահում է ասենք վախի սկզբունքի մեջ։ Դա չեմ ընդունում։ Պատերազմը եթե լինելու է, ոչ մեկից չի հարցնելու։ Ոչ մեկից, որտեղ դրանք գլոբալ ավելի մեծ մասշտաբի հարցեր են։ Ոչ մի բաներ չի լինի, եթե մտածենք չի լինի, չի լինի։ Իրանց սրտով չի, իմ սրտովը լի, քու սրտովը լի, մեր ժողովրդի համար լի, թե չէ դե Ալիևի կարծիքը ում է հետաքրքիր։ Մի խփնվածնել են էլ։ Գիտեք ինչ, դա զուտ նախընտրական նիկոլյանական շոյ է, որը հնարավոր չի ոչ բոլոր անհաստ։ Ինչա նշանակում, եթե չընտրվեմ ուրեմն պատերազմ է։ Սա ինչ հիմարություն։ Այսպիսի բան աշխարհում չի եղել, չկա որևէ բան։ Այսինքն ժողովուրդը վախեցնում է, թե ինձ ընտրեք, թե չէ պատերազմ կլինի։ Իսկ ես ասում եմ, եթե ինքը մնաց պատերազմ լինելու է։ Հիմա պատերազմ չի լինել։ Ոչ միայն է։ Հիմա ուրիշ պրոցեսներ են։ Հիմա այս ընդդիմադիրներին նորից հետևել է, նորից այս բանտերը լսնել է, այս ամեն ինչը խոսում են մասին, որ նա արդեն ուզում է նաև խախտել սահմանադրություն, հիմնական կարգ։ Հիմա հնարավոր է, որ ինքը այս բոլոր նյութերը, որ ինքը հավաքել է, դրանով ինքը արգելի ենթադրենք երկու հիմնական ընդդիմադիր ուժերին ասելու խորհրդարան։ Սա նշանակում է արդեն չգիտեմ, Ստալինյան էս բռնապետությունը ասեմ, Հիտլերյան ասեմ, ինչ ասեմ։ Սրանից վատ բան, որ ես չեմ պատկերացնում։ Անհնարին է։ Իսկ Ալիևի վարչակարգի սրտով է մեր Փաշինյանի վերընտրությունը։ Իհարկե, դա ես չեմ ասում։ Դա ինձ իրանք են ասել։ Դա իր ծրագիրն է, որ իրականացվում է, եւ Նիկոլ Փաշինյանը հրաշալի իրականացնում է ծրագիրը։